Ազգային ժողովի նախագահը դեռ չի մասնակցել քվեարկությանը, նա մասնակցելու է, թե ոչ։ Ոչ, պարոն Ռուբինյանը չի մասնակցի, վաղը ենթադրում գուցե կարողանա մասնակցել նիստերին արդեն։ Ճիշտ է, որ վիրահատվել է պարոն։ Թեթև առողջական խնդիր է, կվերականգնվի, կգա թեթև առողջական խնդիրը։ Ճիշտ է։ Դե բժշկական տեղեկատվությունը թույլ տվեք ես չտրամադրեմ, հիմա լավ ազգում նախագահ, ոչ մի լուրջ բան չկա, այսքանը կարող եմ ասել։ Այո, թույլ տվեք մանրամասները չասեմ, հարգելի գործընկերներ։ Պարոն Ալեքսանյան, քանի որ արդեն ընտրություններն են եւ խմբակցության ղեկավարը քաղաքացիական պայմանագրի հայտարարել է, որ դուք որոշումը կկայացնեք 12 տեխնացությունների քննարկումից հետո, արդյոք ունեք որոշում մասնավորապես 4 ընդդիմադիր տեխնացությունների վերաբերյալ։ Թե մեր որոշումը եւ թե դրա մոտիվացիոն մասը կներկայացնենք ընտրություններից հետո։ Հետո մինչև հաշվարկը, թե հաշվարկից հետո կներկայացնենք մեր մոտեցումները առհասարակ։ Պարոն Ալեքսանյան, կներեք, դուք Որտեւ ես կներեք ավարտեմ, պարոն Կիակոսյան, որտեւ ես գիտեմ, որ կա քաղաքացիների ստվար զանգված, որ մեզնից խնդրում է չընտրել ընդդիմադիր տեխնացուներին եւ կա ընդդիմադիր քաղաքացիների մի հստակատված, որը պահանջում է ընտրել ընդդիմադիր տեխնացուներին, այսինքն այս մասով բնականաբար մեր քաղաքացիները պետք է ստանան պարզաբան։ Ես ճիշտ եմ հասկանում, որ որոշ ընդդիմադիրների վերաբերյալ ունեք ընտրելու, որոշների չընտրելու։ Չէ, դուք խնդրում եմ հասկացեք այն ինչ ես ասում եմ, իսկ ես ասում եմ, որ մենք դա կմեկնաբանենք ընտրություններից հետո։ Պարոն Ալեքսանյան, ընտրությունների ընթացքում Դե մեր ընդդիմադիր գործընկերները, հարգելի լրագրող գործընկերներ, մեզ մեղադրում են նրա մեջ, որ մենք ընտրություններից 5 ժամ հետո ընտրությունների նախնական արդյունքի վրա հենվելով հայտարարել ենք մեր հաղթանակի մասին։ Հիմա պատկերացնում եք ընտրությունների ասելու եք ինչ ունի խմբակցության ընդդիմադիրների վերաբերյալ։ Հարգելի դեպքում ասեցիք, որ ապահովել է քաղաքական որոշում։ Այո, դա այլ քաղաքական իրավիճակ էր, սա այլ քաղաքական իրավիճակ է, պարոն Կիրակոսյան, եւ մենք կներկայացնենք դա ընտրություններից հետո։ Պարոն Ալեքսանյան, երեկվա միջադեպից հետո Դավիթ Ղազինյանի վերաբերյալ դուք փոշմանել եք, որ պետական պահպանության ծառայողներին ներս եք Կներեք, այդ ինձ թվում է մենք այդ հարցին անդրադարձանք դահլիճում, թե ես, թե պարոն Ղազինյան, հիմա չեմ ուզում լրացուցիչ այս հարցին էլի այս հարցը դնենք վերցնենք, կներեք այս արտահայտության համար, ամեն ինչ հարթված է, ինձ թվում է ամեն ինչ եղել է ուղիղ եթերում, կարող եք հետևություններն անել։ Պարոն Ալեքսանյան, քանի որ օրինակ ընդդիմադիրներին ենթադրաբար չընտրելու դեպքում նորից առաջադրումներ պետք է լինեն եւ քանի որ ժամկետները այսպես ասած սեղմում են, համենայն դեպս ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված կառավարության ծրագրի քննարկման մասին է խոսքը, արդյոք օրինակ դրանով պայմանավորված դուք կընտրեք բոլոր Ես չեմ կարծում, որ հիմա նորից պետք է էլի վերադառնանք նույն հարցին, որը արդեն 3 անգամ հնչեց։ Ես մի ժամ հետո Կառավարության 5-ամյա ծրագրում նշվում է, որ հետոքիկոսի հեռացման հարց կա եւ օրակարգ է բերվելու գաղափարին փոխելու հարցը։ Որքանով է այս հարցը իշխանության համար կարեւոր, որ ընդգծված է կառավարության Հարգելի գործընկերներ, դա նաեւ մեր նախընտրական ծրագրում է եղել եւ քաղաքացիները դրա մասին իմացել են, մեր ընդդիմադիր գործընկերները դրա շուրջ իրենց քաղաքական խոսույթն են ձևավորել, այսինքն ընդդիմանալով դրան եւ քաղաքացիները քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը տվել են մեծամասնություն խորհրդանում նաեւ դա իրագործելու համար։ Պարոն Ալեքսանյան, ներողություն, ծրագրից մեկ մեջ բերում անեմ, ծրագրում նշվում է, որ եկեղեցու բարենորակման անհրաժեշտությունը ներկայացում է որպես հոգևոր անվտանգության ապահովման եւ արտաքին ուժերի կողմից հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու փորձերը բացառելու մասին է խոսում։ Կխնդրեմ ասել արտաքին ուժերը ովքեր են եւ ովքեր են փորձում մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնել։ Կոնկրետ անուններ կարող եք ասել։ Չէ, չեմ կարող ասել կոնկրետ անուններ, որտեղ վստահ չեմ, որ հատուկ ծառայությունների կոնկրետ այդ գործողությունները կատարող սպաների անունները ես գիտեմ կամ կարող եմ իմանալ։ Ես կարծում եմ, պարոն Կիրակոսյան, խնդրում եմ թողեք ավարտեմ։ Ինձ թվում է մեր քաղաքացիները շատ լավ գիտեն, որ երկրի կամ երկրների մասին է խոսքը։ Դե շատ լավ։ Ասեք էլի, ես էլ եմ Ովքեր որ գիտեն, ովքեր որ չգիտեն, ոչինչ կարծում եմ։ Չէ քաղաքացիների նկատմամբ մերին իմանա, Սոնան իմանա, ես չիմանամ օրինակ։
Դե կարծում եմ ձեր գործընկերները կկիսվեն ձեր հետ տեղեկատվությամբ։ Գործընկերս չի բերել է կառավարության ծրագիրը, ձեր քաղաքական թիմն է բերել եւ վստահ եմ դուք կողմ եք քվեարկելու։ Հիմա կխնդրեմ ասել արտաքին որ ուժերն են փորձում մեր եկեղեցին։ Ինձ թվում է բոլորը գիտեն ձեր հարցի պատասխանը։ Ես չգիտեմ, խնդրեմ։ Շատ լավ, բոլորը գիտեն ձեր հարցի պատասխանը եւ բոլորը շատ լավ հասկանում են, թե ես ինչու չեմ շատ ուղիղ պատասխանում ձեր հարցին։ Հիմնավորումը Եզրաս Սրբազանի KGB-ի տոմսն է, հավաքագրման կներեք։ Դա է հիմքում միայն այսպիսի Չէ, ձևակերպ։ դա ամենափաստական հիմնավորումներից մեկն է, մնացածը կարող եք ուղղակի հետևել այդ մարդկանց գործունեությանը։ Ամենայն հայց կաթողիկոսի վերաբերյալ նման տեղեկություններ հստակ իշխանությունն ունի, թե չէ, որ նման աղմկարից ձևակերպում է արել կառավարության հնգամյա ծրագրի մեջ։ Ես կարծում եմ ձեր նշած անձի նույն ինքը Կտրիչ Ներսյանի գործողությունները տեսնելով կարելի է հստակ հանգել են եզրակացությանը, որ դա առավել քան ճշմարիտ է։ Եվ ապացույցները ինչն են, այն որ ինքը չի ուզում Փաշինյանը լինել իշխանության, ձեր քաղաքական թիմին չի սիրում, դա է միայն հիմքում։ Չէ, միայն դա չի ակնհայտորեն։ Մնացածը իսկ ման առաջիկայում կներկայացնենք եւ շատ ավելի մանրամասն։ Չեմ կասկածում, որ դրա մասին հարցեր կհնչեն վարչապետին ընդդիմադիր գործընկերների կողմից եւ վստահ եմ, որ այդ հարցերը կստանան շատ սպառիչ պատասխաններ։